Ողջույն սիրելիներս, ամանորին ընթառաջ այսօր միասին պատրաստում ենք հյութալի, շատ համեղ հավի մսով միջուկ նրբաբլիթների համար։ Թե ինչպես պատրաստել, որ միսը այսպես հատիկ-հատիկ ստացվի և միևնույն ժամանակ միջուկը հյութալի լինի, տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Սա մսով նրբաբլիթների ամենաէժան և ամենահամեղ միջուկի պատրաստման բաղադրատոմսն է։ Ես վերցրել եմ 1 կգ հավի կրծքամիս և 2 կգ հավի ազդրամիս։ Միայն հավի կրծքամսով պատրաստված միջուկը բավականին չոր է ստացվում։ Հեռացնում ենք կաշին, ճարպոտ ջլոտ հատվածները և միսը լավ լվանալուց հետո դնում ենք փլավքամիջի մեջ, որպեսզի ավելորդ արյունաջուրը դուրս գա։ Մսի վրա լցնում ենք սառը ջուր և կաթսան դնում ենք ցածր կրակի վրա, այս փուլում համեմունքներ չենք ավելացնում։ Քանի որ հյութալի միջուկ ստանալու համար ավելացնելու ենք հավի արգանակ, միսը պետք է եփենք այնպես, որ արգանակը ստացվի մաքուր, զուլալ, առանց ավելորդ համի և հոտի։ Դրա համար միսը 5 րոպե եփելուց հետո թափում ենք ջուրը և լվանում ենք միսը։ Այս անգամ ավելացնում ենք 3 հատ դափնու տերև, մի քանի հատ հատիկավոր սև պղպեղ և վերջում ավելացնում ենք եռման ջուր։ Այս եղանակով պատրաստած հավի միսը և արգանակը շատ համեղ են ստացվում, և արգանակը հետո կարելի է օգտագործել ապուրներ պատրաստելիս։ Ավելացնում ենք աղ, եփում ենք 30 րոպե մինչև պատրաստ լինելը։ Բարեկամներ, այս բաղադրատոմսը նախատեսված է 110-ից 120 նրբաբլիթներ փաթաթելու համար։ Եթե ձեր ընտանիքի համար այս բաղադրատոմսը մեծ է, կարող եք բաղադրիչները կիսել։ Տեսեք ինչ թափանցիկ արգանակ է ստացվել, արգանակը քամում ենք հետագա օգտագործման համար։ Հեռացնում ենք դափնու տերևը, հատիկավոր սև պղպեղը, միսը թողնում ենք սառի, այնուհետև անց ենք կացնում մսաղացով։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ տոնական բաղադրատոմսեր։ Եփած միսը աղալու դեպքում նրբաբլիթների միջուկը ստացվում է հատիկ-հատիկ։ Տեսեք, թե որքան միսը չոր է, եթե հենց այսպես նրբաբլիթները փաթաթենք, դրանք համեղ չեն ստացվի։ Հենց այդ պատճառով առանձնացնում ենք 3 բաժակ արգանակ և ավելացնում ենք միջուկի մեջ։ Որպեսզի կարագը չայրվի, մի փոքր բուսայուղ ենք լցնում։ Ես օգտագործել եմ տնական կարագ և միջուկը բավականին համեղ էր ստացվել։ Եթե սիրում եք սոխեռի համը, այս փուլում կարող եք պատրաստել սոխառած։ Ես միջուկի մեջ ավելացնում եմ մի փոքր սխտորի փոշի, այդպես նրբաբլիթները ավելի նուրբ համ են ունենում։ Տապակի մեջ ավելացնում ենք միսը և 3 բաժակ արգանակ։ Խառնելու ընթացքում կհասկանաք, թե արդյոք անհրաժեշտություն կա ավելացնել ևս 1 բաժակ արգանակ, ես ավելացրել եմ 3-ը։ Միսը արդեն բավականին հյութալի է ստացվել, այսպես շոգեխաշում ենք 1-2 րոպե և ավելացնում ենք համեմունքները։ Նրբաբլիթները ես փաթաթել եմ տնական կաթով և ջրով պատրաստված նուրբ և բարակ շերտերով, որի բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Իմ ալիքում կտեղադրեմ նաև հավի մսով պատրաստվող նրբաբլիթների ամբողջական բաղադրատոմսը, որպեսզի ձեզ համար հեշտ լինի գտնել։ Միջուկին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք 1 կապ համեմ։ Կարող եք ավելացնել ձեր նախընտրած կանաչիները և համերը համապատասխանեցնել ձեր քիմքին, խոհանոցում դոգմաներ չկան։ Ավելացնում ենք մանրացրած կանաչին, խմելի սունելի, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր սխտորի փոշի և վերջում մի փոքր աղ։ Չորացրած կանաչիներից ավելացնում ենք ծիտրոն, այն հավի մսի հետ շատ լավ է համադրվում։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և անջատում ենք կրակը, թողնում ենք միջուկը սառչի, այնուհետև սկսում ենք փաթաթել նրբաբլիթները։ Իսկ դուք ինչ միջուկով եք նախընտրում փաթաթել նրբաբլիթները, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Սիրելիներս, սնկով և հավի մսով պատրաստվող միջուկի բաղադրատոմսը ևս կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։
Նրբաբլիթների համար նախատեսված հավի մսով այս միջուկը ստացվում է շատ հյութալի և շատ համեղ, փորձեք և կհամոզվեք։ Պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես ստացվեց, շատ հետաքրքիր է։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։